Շարունակում ենք լուրերի թողարկումը եւ ինչպես արդեն գիտեք, հաղորդման այս հատվածում միշտ մեզ է միանում Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե բնականաբար երևի սկսենք Երևանից այդ միջազգային այդ երևույթից, Բնականաբար։ բայց մինչեւ մանրամասները անցնելը ինքնին արդեն այս երևույթը ինչ որ բանի մասին խոսում է, չէ՞ Արմեն, որ այդ սուտ փաստը անկախ նրանից թե ինչպես կանցկացնենք, որ վստահություն ունենք այդքան, որ այս տեսակ առաջնորդներ ամբողջ աշխարհից գալիս են Երևան։ Դա շատ կարևոր միջոցառում է եւ ես մի քիչ անհանգստանում եմ, այսօր մենք տեսանք մազով բրցանք, որքան հասկանում եմ որոշ լիդերներ արագ գնում են Երևանից, որտեվ Իրանում լարվածություն է սկսվել։ Հարևանությունը։ Այո, ես հենց այդ էի ասում, որ վախենում էի, որ դա կարող է տապալել եւ ասում եմ լավ կներ, որ անցներ նոր սկսվեր այդ անտերը, այդ ամեն ինչը։ Բայց այս անտերը շուտ անցնող չի երևում, այսօր նայում եմ Իրանի կոնկրետ էսկալացիա է սկսել, ժամանակ ունենք խոսենք, արդեն այնտեղ հարվածներ են գնում արաբական միացյալ, կարծես թե արդեն պատերազմի վերասկսման հոտ է գալիս շատ լուրջ։ Եվ Արմեն, լավ, քանի որ խոսք գնաց դրա, իհարկե խոսենք Երևանի մա։ Դեռ այդքան ուժ ունի, հա, Իրանը, որ կարողանում է ինչ-որ տենց բաներ անել է։ Ես սա ավելի շատ ուժացած եւ հրթիռներ ունի եւ անօթաչուներ դեռ ունի, իհարկե։ Բայց Թրամփը ասում էր, սա վերացինք, սա կոտորեցինք, սա տապալեցինք, ոչ մի բան չմնաց։ Ախր անօթաչուները ես բազմիցս բացատրել եմ այստեղ ամեն տանը կարաս պատրաստես, այսինքն մի քիչ կոպիտ եմ ասում, հա, այսինքն այնտեղ չի որ մի տեղ է կենտրոնացված, շատը գետնի տակ են կենտրոնացված, հրթիռների շատերը լեռների մեջ է պահվում։ Հետախուզություն բան չունեն։ Հա, բայց տեղեր կա դու չես կարող հարցնել, օրինակի համար ամենամեծ այդ bunker buster բոմբերը, դրանք անսահման չեն, դու չես կարող, դրանք նախ շատ թանկ են։ Գիտեմ։ Երկրորդը դու չես կարող այդպես բռնես սովորական հրթիռի պես դրանք կիրառես, դրանք հատուկ օպերացիաներ, հատուկ ինքնաթիռներ են տանում, դու չես կարող, ասենք, չգիտեմ, գիտեք, B1-երը, B2-ներն են, B21-երը հիմական, այսինքն դու չես կարող ուղղակի տենց ուրեմն ինչքան ուզենաս թողես։ Դժվարը մատչելի տեղեր են պահվում այդ հրթիռները եւ միշտ հիշում եք այդ թիվը տատանվում է մոտավորապես էր խոսվում, հա, չգիտեմ, 20% ամենացե, 10% ամենացե եւ այլն, բայց իրական տվյալները խոսում այն մասին, որ հրթիռների ուրեմն կեսից ավելին դեռ պահպանվել է, չի, մի տեսեք, իրենք նախնական հաշվարկներով ունեին մոտ 3500 հրթիռ, 3-ից 3500 հրթիռ։ Իրենք օգտագործել են 500-ից 700-ը, որտեղ չէին կարողանում շատ օգտագործել, միանգամից տեղը բռնում են, այդ գետնի տակից են արձակում դրանք, շախտաներից են հատուկ արձակում։ Ուրեմն հաջողվեց բավականին շատ ոչնչացնել այդ արձակման կայանները, բայց դրանք ոչ բոլորն են ամբողջապես ոչնչացել։ Հետո շարժական էլ ունեն, չէ՞, կարծես տեղափոխում են։ Դե տեղափոխվողները ունեն, բայց տեղափոխվողները նախ այդքան շատ չի, երկրորդն էլ դրանք էլ են ահագին ոչնչացրել, հիմնականում այդ շախտաներից էին թողում։ Դրանք էլ այնպես չի, որ դու կարաս սաղ ոչնչացնես, այսինքն համոզված լինես։ Շատ ժամանակ ուղղակի քարերը լցվում վրան հարվածից եւ փակվում է, իրենք հետո գնում արագ բացում են, ստացվում է որ չի ոչնչացվել, հա։ Դրա համար հստակ ասել թե ինչքան ունեն հնարավորություն ոչնչացնելու, ինչքան չունեն հնարավորություն, դա ընդհանրապես բան չի։ Իսրայելական վերլուծաբանները ավելի կոռեկտ են խոսում այդ մասին։ Իսրայելական վերլուծաբանները միշտ ասում են, իրենք 3500 հրթիռ ունեն, մի 500-ից 700 իրանք թողել են արդեն։ Դրանց մաքսիմում այդ մնացածի մաքսիմում կեսն է հաջողվել ոչնչացնել, մնացածը իրանք ունեն, հա։ Այլ հարց է, որ արտադրական կարողություններն են նվազել, հիշում եք, վերջերս Չինականից եկող նավ բռնեցին, որ երկակի, այո, այսինքն արտադրական նորը արտադրելու հնարավորություն էս պահին չունեն, բայց այն որ պահեստավորված ունեն եւ նաեւ նույնիսկ անօթաչուների մասով, հա, անօթաչուների արտադրությունը ավելի մոբիլ է, ավելի թեթև է այդ առումով, դրա համար չեմ ոչնչացրել ամբողջությամբ պարզը, այլ հարցը որ Իրանն է սարսափելի վիճակում եւ ես ավելի շատ կբնորոշեի, որ սա իրենց մոտ ծայրահեղ ծանր վիճակից ելնելով է քայլ, որտեղ իրանք լավ հասկանում են, Թրամփը ձեռները ծալած նստեց, բլոկադա է արել, իրանք սոված են մնալու էսա, փող չի մտնում երկիր եկամուտ։ Արմեն ջան, ես լավ հիշում եմ, որ մինչև պատերազմը իրանց փողի արժեքը գրեթե 0 էր հավասարվել։ Թվում է թե պատերազմն էլ վրան արդեն պիտի քայքայ, բայց նորից չէ, ահագին էլ ինֆլյացիայի է ենթարկվել, խայտարակ վիճակ է։ Տեսեք, ինչ որ ունեին երկրում, ինչ որ արտադրում էին, ինչ որ կա, բայց այդ պոտենցիալը սպառվում է։ Բեսենտը 22 օր տվեց, հա։ Այսինքն իրենք չեն կարող հավերժից բլոկադե։ Հետո մի բան եկեք հասկանանք, այնպես չի որ տեսեք, իրենք ցամաքային սահմաններ էլ ունեն։ Ինչ որ բաներ, փոքրիկ բաներ, ասի կամ ցամաքային սահմանով է մտնում։ Իհարկե դա դժվարացնում է, իհարկե դա այսպես ասում է ապաշխարա չեն կարող թողել, որտեղ միջազգային հանրությունը նույն Հայաստանի սահմանն է, չէ՞, ասենք միջազգային հանրությունը նկատում է։ Ինչ որ բան կարողանում են մի քանի երկրից ունեն ցամաքային սահման, բերել ցամաքային սահմանով։ Բայց մեծ հաշվով ծովային իրենց համար ամենակարևորն էր 50%, դրա համար ենք ասում 50%, 50-60% ապրանք իրանք ներմուծում էին ծովով, մնացած 50%-ը ուրեմն մի մասը արտադրում են, մի մասը ներմուծում են այլ սահմաններով։
Դա համար պետք է հասկանալ, որ իրանց վիճակը ծայրեղ ծանր է, ամենացավոտ պահը այստեղ նավթի արտահանումն է, եկեք այդ հասկանանք, գլխավորապես, հա։ Բացի որ շատ կարևոր ապրանքներ չի հասնում ծովով, լավ, ասենք ենթադրենք ինչ որ մի ձև դժվարությամբ փոքր քանակությամբ կարողացան շրջանցել այդ ապրանքները բերեն։ Նավթը չեն կարող ուրիշ ձևի արտահանել։ Դրա համար եկամուտ չի մտնում երկիր։ Սա ավելի շատ իմ կարծիքով ճարահատյալ քայլ է, ոնց որ իրենք էլ են հասկանում եւ ցավոք սրտի իրանք terrorist-ի պես պահեցին իրանք, որ Հայաստանում տեղի էր ունենում այդ միջոցառումը, իրանք նորից վերսկսեցին ռազմական գործողությունները, չասենք հələ վերսկսել են, բայց գիտեք, երեք Արաբական Միացյալ Էմիրություններին են հարվածեցին, այո, լկտի պահեցին իրանք։ Նույն այստեղ Թրամփի նախաձեռնությունն էլ եղավ, որպեսզի անցկացնեն, այնտեղ իրենք ստեր տարածին, թե իբր ամերիկյան ռազմանավեր են հարվածել, դա սուտ է, Սենտկոմը մեր իհարկե հայկական լրատվականները ասում արդեն գծվել են տենց բանը, ամերիկյան նավեր են ոչնչացվել, փախել են, հարվածել են, կպել են, ոչնչացվել են, մարդիկ ալարում են մի հատ վերցնել, կարդալ թե ինչ է տալիս Սենտկոմը, էլի, այսինքն եւ այլն։ Բնականաբար նրանք փորձել են ոչնչացնել այն նավերը, որը Թրամփը հայտարարել է առաքելություն, որ պետք է անցկացնի մնացած նավերը, ուրեմն Հորմուզի նեղուցով, նո այնտեղ տարբեր տեսակետներ կան ամբողջությամբ ուղեկցիկ, ամբողջ թե ամբողջությամբ, այլ ուղղակի ինչ որ կետերում կանգնած ամերիկյան նավատորմը, այսպես հետևի, որպեսզի այդ նավերը անցնեն, այնտեղ հարավկարոյական նավերի վրա տեղեկություն կա, որ կրակա բացվել եւ այլն, տեղեկությունները շատ տարբեր են, հիմա շատ դժվար է դրանց ասել դրանց իսկությունը, որն է վնասվել, որն է հարվածել, բայց իրենք փորձել են դա անել փոքրիկ մոտորանավակներով, որից 6-ը Միացյալ Նահանգների զինուժը ոչնչացրել է։ Հենց տեղում ոչնչացրել է, հա։ Դրա համար էսկալացիան հիմա տենց խորանում է։ Այստեղ պատմությունը իհարկե զարգանալու է, ես ինքս բազմիցս ասել էի նախորդ եթերներում էլ, որ կասկած ունեմ, որ այսինքն այնպեսի վիճակ է, որ ռազմական գործողությունները մեծ հավանականությամբ կվերականգնվեն, հա։ Եվ այս ամեն ինչը տեղի ունենում մեր ուրեմն կարևոր միջոցառման ֆոնին, որի մասին ցավոք սրտի այսպես գնացինք Իրան, բայց խոսենք երկրորդ մասում։ Այո։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGBU թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ բաց չթողնեք ցուցադրությունը շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը Արմեն Չիբուխշյանի հետ։ Արմեն, խոստացանք արդեն Հայաստանից խոսելու։ Այո, ըստ էության հարցը, որ տվեցիք նշանակության մասին, ճիշտ է, դրա մասին պետք է խոսենք։ Նախ ասեմ, որ ավարտելով նախորդ թեման, իդեպ ինչի է, որ դուք ասեցիք չեն հանձնվում կամ փորձում են էլի բան։ Մի բան է պետք է հասկանալ, որ վերջերս տեղեկություն տարածեց, որ Արաքչին Վահիդը, ԻՀՊԿ ղեկավարը եւ քաղաքական ղեկավարությունը Ղալիբաֆն ու Փեզեշքյանը հակամարտության մեջ են մտել, ընդ որում դավաճանության մեջ են մեղադրում Արաքչիին, որ անցել է ԻՀՊԿ-ի կողմը, այսինքն տեսեք, այստեղ նաեւ պետք է հասկանալ, որ իրենց մոտ քաոս է կառավարման մեջ եւ Թրամփը ճիշտ է ասում։ Պետք է հասկանալ, այս վիճակում իհարկե տերորիզմ, այս տերորիստական վիճակն է, այնտեղ տերորիստները վերցրել են իշխանությունը, ուժը ԻՀՊԿ-ի ձեռքն է, քաղաքական ղեկավարությունը բանակցում է տերորիստները, այսինքն համատրկսախ տերորիստ են, բայց համատաբար մեղմ տերորիստները քաղաքական ղեկավարությունն է եւ այնտեղ իրար չեն հասկանում։ Հիմա Եվ այս պարագայում Հայաստանում անցկացնելը դա կարևորագույն նշանակություն է։ Եկեք, քանի որ մենք այս քանի օրը ինձ թվում է շատ էլի հետաքրքիր թեմաներ կունենանք անդրադառնալու, որովհետև ինքը ինքան ընդգրկուն էր հետաքրքիր եւ եվրոպական խնդիրները, որ խոսվեց, հա, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ֆոնին եւ այդ հարցերը քննարկվեցին Երևանում, դա շատ կարեւոր էր, հա, եւ Իրանի հակամարտության հետ կապված։ Եվ մի քանի կարևոր նշանակություն, սա ամենակարևորը, դուք պատկերացնում եք ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի մասին այս երկու օրը։ Հայաստանի ի վերջո շատերը չգիտեն, հա, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, չգիտեմ, եւ այլն։ Ես էլ եմ մտածում, այնքան մարդ կլսի Արմենիա, բան մի հատ Google կանի, տեսնի ոնց է ինչ է։ Իսկ հիմա հա, իսկ ասում էին, բայց շատերը Հայաստանի տեղը չգիտեին քարտեզի վրա։ Սա շատ կարևոր է, Հայաստանի տեղը աշխարհքաղաքական քարտեզում ընդհանրապես շատ մարդիկ չգիտեին ինչ Արմենիա, ասում ես Ալբանիա, Ռոմենիա, խառնեն իրար, հա։ Հիմա շատ կարևոր է որ տեսնեն, որ Հայաստան են ժամանել եվրոպական լիդերներ,
այո, ցավոք սրտի միջոցառումը մի փոքրիկ ավելի սուղ ստացվեց, քան ասենք նախորդ տարիներին, որովհետև չկարողացա ասենք օրինակ մերձը շատ լավ կլիներ որ գար, հա, ընդհանրապես լիդերների, բայց միևնույն է հաշվի առնելով քանակը եւ այդ լիդերները որ եկան, դա ընդհանրապես շատ մեծ ազդեցություն չի թողում այդ ամեն ինչի վրա։ Ամբողջ աշխարհը խոսում է Երևանից, ռեպորտաժներ են տանում, միջազգային լրատվամիջոցները Երևանում են եւ այլն, հա։ Ցավոք սրտի ես այս երկու օրը նայում եմ եւ ես շատ խիստ կասկածում որ հայկական լրատվամիջոցները մի բան կսովորեն այդ բարձր մակարդակից, հա, այդ ստանդարտներից որ տեղի ունենում, արդեն մի քանի զզվելի էպիզոդ ես տեսա, որը ընդհանրապես երբ որ կանգնած կարմիր բանի վրա, ճանապարհի վրա հատուկ նյուզեյմի թղթակցին ուղարկել են, որ ասի, որ ինչի է Ուկրաինան, ինչի է Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆոր վաճառել, երբ որ արդեն 5 տարի է հերքում ենք որ տես բան եղել է, բռնում ես ի սկզբանե սուտ չափածուցված տեղեկությունը, դու տալիս ես, ասենք Ուկրաինայի նախագահին, որը պատմական այցա որ Երևան կատարել է, դա պատմական է 24 տարի Ուկրաինայի ղեկավարը չի եկել Հայաստան, Ուկրաինայի ղեկավարը գալիս է Հայաստան, Հայաստանի իմիջը բարձրացնում է, պատկերացնում եք ինչ եմ ասում։ Արտգործ նախարարը սելֆի է թողել, Երևանի մասին լավ կարծիք է թողել, ազատության շունչ ազգում, տեսել եք ինչ ագրեսիվ կա։ Բա Հայաստանի մասին գրել է, որ սա դեմոկրատիա է, սա երկիր է, ազատ երկիր է, Եվրոպային պատկանող երկիր է։ Շատերն են զարմացել, որ վարչապետը, մյուս պաշտոնյաները փողոցում հանգիստ ման են գալիս քաղաքում։ Այո, հենց այդ եմ ասում, այսինքն եւ հայկական լրատվամիջոց, պատկերացնում եք, երբ որ 5 տարի է հերքում ենք, ասում ենք դուք չունեք ապացույց, որ Ուկրաինան զենք է ծախել, էնել ֆոսֆորային, որի Ուկրաինայի ձեռքից է վերցվել ֆոսֆորային երրիկը 90-ականներին ռուսներն են վերցրել։ Բազմիցս ասել են, որ դուք ավելի շատ հիմք ունեք ենթադրելու, որ ռուսներն են փոխանցել Ադրբեջանի ֆոսֆորային զենք, փորձելով մեղադրել Ուկրաինային եւ ռուսական ռոպագանդան է դա տարածել։ Եվ իրանք լկտիաբար գալիս են այս պատմական այցին, որ այսօր Զելենսկիի Հայաստանում լինելը մեծ իրադարձություն է, որովհետեւ այս գիտեք, այս սամիթը Ուկրաինայի համար է կազմակերպվել եւ Զելենսկու գալը իրոք Հայաստանի իմիջը պատկերացնում եք ոնց է բարձրացնում եւ մասնակցում եւ իրենք այդպես հատկապես ասում ես հուզական է շատ ուրախացա Սիբիկան մի քանի փոստադրե Հայաստանի մասին եւ Արադ Միրզոյանի մասին եւ իմոտ տպավորությունն է որ Սիբիկան ավելի շատ է մտածում Հայաստանի ուրեմն ռեյտինգի մասին, վարկանիշի մասին, քան Հայաստանի լրատվամիջոցները, հա, շատերը ասենք լավ դրանցից, այսպես ասած, հա։ Եվ ինչն է կարևոր, տեսեք, մեսիջները ասենք ընդհանուր, որտեղ մանրամասների մեջ չենք հասցնի մտնի, առաջինը Եվրոպան ցույց տվեց, որ իր դռները բաց է, սա ամենակարևոր մեսիջն է Հայաստանի համար։ Սա շատ կարևոր մեսիջ է եւ ամենագլխավոր մեսիջն է։ Իհարկե դրանով Պուտինի քիթը մռմռացրեցին, տեսնում եք հիստերիան ռուսական ալիքներում։ Ասում է դուք Զելենսկուն եք ընդունել, դա մենք այսքան ձեզով այո, ասում է իրանց հարազատ լեզուն ռուսերենն է, բայց չգիտես չի անգլերեն խոսում։ Այ ոչնչությունները, ով ասեց որ իրանց հարազատ լեզուն ռուսերենն է։ Դուք ով եք որ այդպեսի բան պնդեք։ Եվ այլն, եւ դա շատ կարեւոր է, այո, այդ շատ կարեւոր է, շատ խորհրդանշական է, որ այս պահին լիդերները հավաքվում են Հայաստանում, հա։ Ասեմ ձեզ, իմ կարծիքով շատ բան կբացվի այս քանի օրը, գլխավոր մեսիջը Հայաստանի վարկանիշն է, որ շատ կարևոր է, որ դա լավ անցներ եւ վատ չի անցնում, կարծես թե, եւ ամենակարևորը, որ Եվրոպան ցույց տվեց, որ իր դռները Հայաստանի համար բարձ է, ցույց տալով որոշ այդ ռուսամերիկների քիթը տրորելով, որ տեսեք, որ Հայաստան իրականում սուտ են տեղեկությունները, որ Հայաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ, հա, եւ Կայակալս այդ մասին խոսեց եւ տարբեր երկրների ուրեմն ներկայացուցիչներ այդ մասին խոսեցին եւ բարձ ասում են որ իրանք եկել են Հայաստան որտեւ իրանք հասկանում են որ Հայաստանը իրանք տենց են հասկանում որ Հայաստանը ձգտում է դեպի Եվրամիություն, հա, դրա համար իրենք եկել են ցույց տալը որ մենք էլ դռները բաց ենք պահում ձեր համար։ Սա շատ կարևոր է, մնացածի մասին երևի որպեսզի ժամանակը այսօր սպառվեց, ավելի մանրամասն այս շաբաթը արժևում է, հետաքրքիր խոսենք հատկապես որ ես կարծում եմ որ ավելի մանրամասներ կբացվեն։ Շնորհակալություն Արմեն։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։ Ես միշտ ասել եմ։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։